Մուտք են գործում մի շատ գեղեցիկ գյուղ, որի անունն է Հորս։ Գյուղի դիրքը ուղղակի հեքիաթային են։ Մենք էլի եկել ենք ձեզ ուրախացնենք։ Եվ այնքան հեքիաթային, որ դե ոչինչ։ Դեռ 13-րդ դարում ազատ խած բաժակները Չեսար իշխանը այստեղ Ծամի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան։ Ընկերներ, մենք մուտք են գործում մի շատ գեղեցիկ գյուղ, որի անունն է Հորս։ Վայոց ձորի մարզում է այս չնաշխարհիկ գյուղը գտնվում, որի բնապատկերը, գյուղի դիրքը ուղղակի հեքիաթային են։ Եվ այնքան հեքիաթային, որ դեռ 13-րդ դարում Օրբելյան Չեսար իշխանը այստեղ ամառանոց է հիմնել ու այստեղ հանգստացել է։ Նման հզոր բնապատկերով եւ աուրայով տեղ են գնում հիմա անկերներ։ Տեսեք ինքներդ համոզվեք, թե ինչքան գեղեցիկ է ու հաճելի։ Կարծես Ալպերը լինեն։ Հրաշք է ուղղակի։ Այսօր գնում ենք այդտեղ շատ սիրված մայրիկի ծննդյան օր շնորհավորելու։ Սկեսուր մայրիկի եւ մայրիկի, իհարկե նաեւ տատիկի, որդուն տանիքի կողմից Ռուսաստանից եկել ենք շնորհավորանքներ հասցնենք։ Չէ՞ որ այսօր սրբության ծննդյան օր է։ Իսկ որդին ուղղակի չէր կարող դա հաշվի չառնել։ Գնում ենք մայրական սիրո համար։ Հեռավորությունը ոչինչ է ու չնչին է, եթե սեր կա, հարգանք կա եւ հիշողություն։ Իսկ հիմա այդ ամենը միասին համատեղվել եւ մեզ հասցնում են Հորս գյուղ։ Այս նեղլիկ եւ գեղեցիկ ճանապարհը մեզ կարծես տանի դրախտ։ Այսպիսի էմոցիաներ են պատում, երբ որ գալիս ես Հորս գյուղ։ Ապա նայեք, ինչքան գեղեցիկ ու կոկիկ է ճանապարհը։ Ճանապարհի աջ ու ձախ հատվածներում գեղեցիկ ծառեր են, մարդու կողմից տնկված, խնամվող, մարդիկ խնամում են, այստեղ մեր Հորս գյուղի բնակիչների դաշտերն են ու այգիները։ Սա մի փոքրիկ դրախտի կտոր է Վայոց ձորում։ Այն տարբերվում է առհասարակ նմանը չունի, ամբողջ Հայաստանում չունի իր նմանը, որովհետև ամեն ինչով թե ռելիեֆը, թե բնապատկերները, թե գյուղի մեծությունը, թե ճանապարհի ձևը տարբեր են։ Այստեղ գալուց միայն կարող ես այսպես Հորս գալ, ուրիշտեղ չես կարող գնալ։ Հորսն է մեր էկրաններին ընկերներ իր գեղեցիկ ալպիական տեսարանով։ Հորս, տեսակ գրած է։ Հորս գրվում է, Հորս կարդացվում է։ Այնպես որ անես չլինի, գաք ասեք Հորս եմ գնում, ասեք Հորս եմ գնում, Հորս։ Սա կարկուտկայան է, որովհետև հորսեցիները սիրում են մշակել այգիներ եւ եթե հանկարծ ամպերը մթագնեն եւ փորձեն կարկտախեղ տանել հորսեցին կկրակի, անողոք կկրակի կրակ կբացի ամպերի ուղությամբ, այնպես որ ամպեր, եթե նայում եք այս տեսանյութը, չքվեք հորսի գլխավերևից, քանի հորսեցիները չեն կրակել։ Տեսեք ինչ գեղեցիկ լուծումով ջուր տեղափոխելու տարբերակ է։ Հրաշք, մենք մուտք են գործում Հորս գյուղ։ Քիչ հետո կհայտնվենք գյուղի կենտրոնում, որը էլի գեղեցիկ է։ Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ եւ իհարկե ինչ որ չափով արդեն սկսել է հյուրատնային բիզնեսը զարգանալ այստեղ։ Այնպես որ բոլորդ էլ կարող եք գալ հանգստանալ Հորսի գրկում։ Հորսը հայրական խնամքով ձեզ կընդունի եւ կուղարկի հանգստացած եւ կյանքը նոր իմաստներով լցված։ Մեղվաբուծությամբ նույնպես զբաղվում են հորսեցիները իհարկե։ Հորս, ձեր երազանքի հանգստի գյուղը։ Այստեղ գալուց թողեք ամեն ինչ առօրյա կյանքը եւ եկեք ու հանգստացեք ինչքան կարող եք։ Հիմա մենք արդեն կամած կլինի հասանք Հոբելյարի օջախին, որտեղ հավաքվել են բարեկամները, վստահ եմ, լիքը մեքենաներ կան եւ ուղղակի ուզում են տոնել ծննդյան օրը մեր Հոբելյարի։ Հիմա զանգեմ, ամեն ինչը ճշտեմ ու գնանք, հա։ Որդուն տանիքի կողմից, Վահիի, Աստղիկի, Հարսիկի կողմից։ Հա, երեխեք։ Դե վсё, ախպեր։ Լավ ախպեր։ Էսի բանը Մարգարիտա է անունը մամայի։
Հա, всё։ Լավ աղբերից լավ։ Ընկերներ, մեր տիկին Մարգարիտայի ծննդյան օրն է այսօր եւ որդին Վահեն եւ նրա հարսիկը Աստղիկը մեծ սիրով ուզում են նրան ուրախացնել։ Մենք ամեն տարի էլ գալիս ենք մեր տիկին Մարգարիտայի ծննդյան օրը շնորհավորելու, այս տարին էլ չեղավ բացառություն, այնպես որ գնանք ու ուրախ տրամադրություն տոնենք։ Օրես մեղուներից ես վախենում եմ, իմ արև։ Ձեռս է տորթ աղբեր։ Որը ձեռս է տորթ, գնձի կացին մեռամ աղբեր։ Տեսեք, տիկին Մարգարիտայի կակաշներն են, սիրունը։ Մարդ, որ խնամում է ծաղիկներ ու սիրում է բնությունը, շատ գեղեցիկ է դառնում։ Հա, տես, ես ամենքը իրար հետ կտենենք։ Արի շուտ մտնենք տուն, քանի մեզ չեն կծե։ Քանի մեզ չեն կծե, մտնենք տուն, ոնց է սախվերս։ Անդեյա, հա, ուբելյարը։ Բարև ձեզ, ոնց եք։ Մամ ուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Տիկին Մարգարիտա, շնորհավոր ձեր ծննդյան օրը, մենք էլի եկել ենք ձեզ ուրախացնել։ Ինչ եք կարդում, արդեն սկսեցիք կարդալ։ Давайте почитаем вместе. Թորնիկներս են։ Много счастья и крепкого здоровья. Это առաջինը։ Это спасибо тебе за все. Это с днем рождения, мамочка. Ինչ լույսայա։ Да. Мы тебя любим։ У любимая жена. Լարի Ժենա։ Հա, ժենա, այն լայրամար, արի տանք մոտ, արի։ Եկանք դե բա ինքը որ չլներ, մեր Վահեն, որ դիսկերներ, Վահեն, Աստղիկը, ձեր թորները շատ են ձեզ սիրում, երկուսներ սիրում են, բայց այսօր ձեր օրնա ձեզ ավելի շատ են սիրում, դու եմ շեշ չեմ մեծ աղբեր, թո իրան ավելի շատ սիրան, այսօր իր օրնա, հա։ Ինձ մանուկ զգայի, սիրեի քեզ խղճի չապ Ծափեր տանք, հա, մի հատ հավեսով գեղեցիկ։ Դեսք հաղցրությունը ձեզ, հələ դրեք սեղանին, տեսեք ինչ ենք անում։ Հələ տեսեք դուք մենակ թե մենք ինչ ենք անում։ Մենք անում ենք ծաղկանաբերություն։ Ես դու պետք է տաս։ Այս կպաչես չէ՞ մի հատ։ Հա, բա։ Հա, ոչինչ, դե էդի պարոս Ոչ, դες մի ասեք իմնել ատենց, դե ոչինչ։ Կրկնում եմ որ սիրում եմ քեզ իմ սեր Անունը սարտիս մեջ կպահեմ ես անվերջ երդվում եմ քեզ Ես է արդեն թորնիկների կողմից է, էլի։ Իրանք ձեզ շատ սիրում են, դրա համար հատուկ ձեզ նվեր ենք բերել, որպեսի թեյ խմեք երկուսը, հələ ստեղ նայեք, բա, եկը բարի ձերդ ես, մի քիչ տաք, հա, սրանք տաք բաժակներ են, սիրով տաքացած բաժակներ են։ Քո նկարներ ամեն։ Ամենալավ տատիկին, եսի դնեմ ստե տաքա, մի բացի, տաքա, բա, այն նոր ենք էտ խե, հազը տխած բաժակները, ես մեկնել նայենք, Ստե արդեն պապիկն էլ կան, հա։ Պապիկը, հա։ Մարշալ Բարամյանի հետ նստած եք, հա։ Մոտիկ եկել է իրար հետ, էլի։ Ես է պապիկին։ Ապրեսիվալիկը։ Որ իրար հետ, սիրուն, կոֆեն, չայ դնեք խմեք, հա։ Ապրես, այդ նկարը ես նիշ նայում եմ։ Հա, այդ նկարը արդեն նայելով չայ ես խմելու։ Այն մոտ։ Սիրուն, ամով տեղին, մեղրով չայ։ Ձեզ լավոր լինի, չէ մենք գնում ենք, հերու տեղեր պետք է գնանք Գառնի, գնանք Աշտարակ։ Մի բաժակ սուրճ ինչ ավրաս։ Բանա, չէ, այս ու շատ ենք խմել։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ լիքը առողջություն։ Մեծ աղբեր, քեզ էլ առողջություն, ձեզ շատ են սիրում, իմացեք։ Շատ սիրում են, կգան, կհասնեն ձեզ, կգրկեն, կսիրեն։ Այդ օրերը գալու են մոտ է, էլի, բան չի մնում։ Հա, Վահեն ասում այսա գործերս դզբա, բաբշե, սենց գալու է ստե ապրի։ Հա, մտնկար է, էլի մեր մեծ աղբերը։ Գարեն, արեկի։ Գիտեմ, մեր աղբերը, գիտեմ, ես ձեր տուն ամեն տարի գալիս եմ, ոչ եմ մոռանում, հա, զանգ է գալի։ Աստղիկ ջան, ես որոշել եմ ձեր զակազը չտանեմ։ Ես չեմ տանելու ձեր զակազը։ Չեմ տանելու, չեմ կարա տանեմ, չեմ կարա։ Չեմ կարա, Աստղիկ ջան։ Հələ վիդեոն միացրեք, էլի։ Տեսեք ինչ է այլ է, որ չեմ կարա։
Ես չեմ կարած։ Հարսիկն է, հարսիկը։ Большое спасибо тебе. Дай Бог вам Հավատում էր, здоровья. Ջոգի, չէ՞։ Հավատում էր։ Спасибо. Ապրիկ, ապրիկ։ Ապրիկ։ Спасибо, что вы есть. Իմ շնորհալից բալիկներ։ Эй, Баликджан. Հա, Այսքան մոտիկ, ապեր։ հեռու։ տարել են բաժակներն, չէ, տարել են, բերել են բաժակները տատիկին ու պապիկին, որ իրար հետ չայ խմեն ռոմանտիկ։ Ընտիրա, Բալիկը, սունտի։ Ապրեք Հասկովջան, ինչ ասեմ, աղջիկս։ Շնորհակալություն։ Հա, լավ խափիմ, չէ, ուժեղ խափիմ, չէ, եսը տենց եմ, հա։ Դե ձեզ լավ որ, և իհարկե չենք մոռանում պատին մաշված Լենինը։ Լենինը ինչպես իր մավզալեում է մաշվել այնպես էլ այս պատին։ Իսկը իրար հետ հավասար մաշվում են։ Դե գնացինք մենք ձեզ լավ որ, լավ մնացեք։ Ես ես հիշեցնեմ ընկերներ, որ մենք գտնվում ենք Հորսում, մեր հետ ուղիղ կապի մեջ է աշխարհի ամենաուշադիր հարսիկը, ով չմոռացավ իր սկեսուր մայրիկին շնորհավորել։ Դե մենք արագ գնանք ստեղից, քանի մեղուներ ինձի չեն կծեմ, մեղուն որ ինձ կծում է, ես երկար չեմ ապրում։ Դու մի անջատի Վարդան։ Հա։ Դե կապի մեջ լինենք, լավ մնացեք, գնացինք։ Լավ Աստղիկ ջան, ձեզ լավ որ։ Բարեկամներ, հիմա մի կորցրեք եւ սկսեք լայքել, բաժանորդագրվել եւ ինչն է կարեւոր, որ ես ուզում եմ բոլորից այդ շնորհակալություն հայտնել։ Ձեր շնորհիվ մենք արդեն 40,000 ենք YouTube-ում եւ շատ շնորհակալ եմ բոլորից այդ անձնապես, ով ոգևորում է մեզ եւ մեզ հետ է միշտ օգնում է, որ մեր տեսանյութերը տարածվեն ամբողջ աշխարհով։ Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ հատ։ Շնորհակալություններս ու հարգանքս։ Եկեք ակտիվություն այնքան բարձրացնենք, որ մեր արդյունքները ուղղակի շատ արագ առաջ գնա ու մեծանա մեր թիմը։ Շնորհակալ եմ բոլորիցս իմ 40,000 հետևորդներ YouTube-ի։